Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է։ Այսօր մենք պետք է պատրաստենք զեյթունով շատ պարզ եւ համեղ աղցան։ Քայլ առ քայլ կներկայացնեմ հաջորդականությունը։ Այն իր կառուցվածքով մի փոքր հիշեցնում է օլիվիե աղցանը, բայց կանաչ զեյթունը նրան հաղորդում է յուրահատուկ թարմություն եւ նուրբ թթվաշություն։ Ուրեմն ձմեռային տարբերակն եմ ներկայացնում։ Բաղադրիչները՝ կանաչ զեյթուն 200 գրամ, եփած կարտոֆիլ 2 հատ, եփած գազար 1 հատ, կանաչ ոլոր 100 գրամ, մայոնեզ կամ թթվասեր 2-ից 3 ճաշի գթալ, աղ ըստ ճաշակի։ Ինչպես ենք պատրաստելու։ Կարտոֆիլը եւ գազարը եփում ենք, թողնում ենք լավ սառչեն, քանի որ սառը վիճակում դրանք ավելի հեշտ են կտրատվում եւ չեն շիլայանում, այնուհետև մաքրում ենք եղևից։ Կարտոֆիլը եւ գազարը կտրատում ենք փոքր խորանարդիկներով, ձգտում ենք, որ կտրատած կտորները լինեն մոտավորապես կանաչ ոլորի չափսի, այդպես աղցանն ավելի գեղեցիկ տեսք կունենա։ Երրորդ քայլով կանաչ զեյթունները, եթե դրանք իհարկե կորիզով են, հանում ենք կորիզները, կտրատում ենք օղակաձև կամ բաժանում ենք 4 մասի, մի քանի հատ թողնում ենք ամբողջական, վերջում զարդարելու համար։ Հաջորդը մեծ ամանի մեջ լցնում ենք կտրատած կարտոֆիլը, գազարը, զեյթունը եւ ավելացնում ենք կանաչ ոլորը։ Իհարկե նախապես պետք է քամել հեղուկը։ Այնուհետև ավելացնում ենք 2-ից 3 ճաշի գթալ մայոնեզ կամ թթվասեր եւ մի փոքր աղ։ Այստեղ ուշադրություն պետք է դարձնել աղին, աղը զգույշ պետք է ավելացնենք, քանի որ զեյթունն արդեն իր մեջ բավականին աղ է պարունակում, նախօրոք ստուգեք, այնուհետև ավելացրեք աղը։ Եվ վերջին քայլը, լավ խառնում ենք, տեղափոխում ենք աղցանամանի մեջ եւ վերևից զարդարում ենք ամբողջական զեյթուններով կամ մի փոքր թարմ կանաչիով։ Եթե ցանկանում եք ավելի թեթև տարբերակ, կարող եք մայոնեզի փոխարեն օգտագործել հունական յոգուրտ, խառնած մի փոքր մանանեխի հետ։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։